Ողջույն սիրելի ֆուտբոլասերներ, Fast Media-ն սկսում է ձեր ուշադրությանը ներկայացնել Fastex Premier League-ի 28-րդ տուրի տեսությունը, որը մեկնարկեց West Armenia Pune խաղով եւ ԵՂՇ Մելիքյանի գլխավորած թիմը առավելության ասավ նվազագույն հաշվով հանդիպման 12-րդ րոպեին Serge Deblen աչքի ընկավ դարպասի գրավմամբ ընթացիկ մրցաշրջանում խփեց իր 7-րդ գոլը, Pune-ը հաղթեց միավորների քանակը հասցրեց 50-ի եւ 4-րդ տեղում, իսկ West Armenia-ն ունի 23 միավոր եւ 9-րդն է։ Շատ գոլարատ պայքարում անցավ Գանձասար Արարատ Արմենիա հանդիպումը, Արարատ Արմենիան բարդությունների չհանդիպեց 4 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը եւ արդեն առաջին խաղակեսում առաջին րոպեներին Արարատ Արմենիան բացեց խաղի հաշիվը, Ժիրայր Շաղոյանը հրաշալի կասեցրեց գնդակը, այդ փոխանցում կատարեց Սարմեն Ամբարձումյանին եւ Արարատ Արմենիայի ավակներ ուժեղ հարվածով խոցեց Տիգրան Վոփանյանին։ Երկրորդ խաղակեսում հանդիպման 87-րդ րոպեին կարողացավ երկրորդ գոլը խփել Արարատ Արմենիան Տենտոն Յենեն աչքի ընկավ դարպասի գրավմամբ, սխալվեց այստեղ իհարկե դարպասապահը չկարողացավ հեռացնել գնդակը եւ մոտ տարածությունից Տենտոն Յենեն գրավեց մրցակցի դարպասը, Յենեն արդեն Արարատ Արմենիայի պատմության մեջ ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստն է։ Հանդիպման 90-րդ րոպեին Մարիուս Նուբիսին հերթական գոլը խփեց ընթացիկ մրցաշրջանում 15-րդ Fastex Premier League-ում հրաշալի մարզավիճակում է Մարիուս Նուբիսին եւ վերջին շրջանում գրեթե բոլոր խաղերում աչքի է ընկնում գոլով։ Եթե գոլ էլ չի խփում, ապա գոնե արդյունավետ փոխանցում Մարիուս Նուբիսին կատարում է։ Հանդիպման վերջին վայրկյաններին Արարատ Արմենիան կարողացավ նաև 4-րդ գոլը խփել, Տենտոն Յենեն դուբլ ձևակերպեց ընթացիկ մրցաշրջանում իր 13-րդ գոլը խփեց եւ օգնեց Արարատ Արմենիային հաղթել խոշոր հաշվով։ Արարատ Արմենիան ունի 54 միավոր եւ երկրորդ տեղում է 13 միավորով է հետ մնում առաջատար Նոայից, իսկ Գանձասարը շարունակում է մնալ Fastex Premier League-ի միակ թիմը, որը դեռ հաղթանակ չի գրանցել։ Կարեն Բարսեղյանի գլխավորած թիմը վաստակել է 3 միավոր եւ վերջին 11-րդ տեղում է։ ԲԿՄ Վան հանդիպումը անցավ անչափ հետաքրքիր պայքարում, բանակայինները բացեցին խաղի հաշիվը առաջին խաղակեսի վերջում Դավիթ Հակոբյանը Տուգանայինից կատարած արվածով գրավեց մրցակցի դարպասը Fastex Premier League-ի այս մրցաշրջանում էլ խփեց իր 6-րդ գոլը։ Վանը հանդիպման վերջին վայրկյաններին կարողացավ հավասարեցնել խաղի հաշիվը, Ջեսե Ակիլան աչքի ընկավ դարպասի գրավմամբ, 5-րդ գոլը խփեց Fastex Premier League-ի ընթացիկ մրցաշրջանում։ Այսպիսով Վանը ունի 42 միավոր 5-րդ տեղում է, ԲԿՄ-ն հաստատել է 29 միավոր եւ 7-րդն է։ Գևորգյանին տեսանք շատ բուրըն տոնեց իր թիմի խփած գոլը։ Նոա Արարատ հանդիպումը եւս գոլարատ պայքարում անցավ ու կրկին միակողմանի գոլարատ պայքարում Նոան 3 անպատասխան գնդակ ուղարկեց Արարատի դարպասը, երկրորդ խաղակեսում Գոնսալո Սիլվան Նոայի կենտրոնական պաշտպանը բացեց խաղի հաշիվը, ընդամենը 3 րոպե անց դարպասի գրավմամբ աչքի ընկավ Էրալդո Չինարին եւս մեկ անգամ Գոնսալո Սիլվայի խփած գոլը տեսանք, որը անչափ գեղեցիկ էր, Կրիշտիանո Ռոնալդոյի նման էլ տոնեց իր հաջողությունը, իր հայտնի հայրենակցի ոճով նշեց խփած գոլը։ 3 րոպե անց, ինչպես նշեցի, Էրալդո Չինարին խփեց Նոայի երկրորդ գնդակը, այս մրցաշրջանում Չինարին արդեն 14 գոլ է խփել, 7 ասիստ է կատարել, Վիրջիլ Պինսոնն էլ իր երրորդ ասիստը կատարեց Fastex Premier League-ի այս մրցաշրջանում մոտ տարածությունից Էրալդո Չինարին շատ ուժեղ հարվածով իրավեց Անդրանիկ Մարտիրոսյանի պաշտպանած դարպասը, այս խաղում իդեպ մեկ փայլուն սեյվ կատարեց Անդրանիկ Մարտիրոսյանը, նա ընդամենը երկրորդ հանդիպումներ անցկացնում Արարատի կազմում, 22 տարեկան է Անդրանիկ Մարտիրոսյանը։ Հանդիպման 81-րդ րոպեին Գոնսալո Գրիգորիուն Fastex Premier League-ի այս մրցաշրջանի գլխավոր գոլահարը իր խոսքը ասաց, 20-րդ գոլը խփեց ընթացիկ մրցաշրջանում եւ ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը, Նոան 3-0 հաշվով առավելության ասավ Արարատի այդ պայքարում ունի 67 միավոր, գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ շատ մոտ է չեմպիոնությանը Ռուի Մոտայի գլխավորած թիմը։ Արարատը 25 հանդիպումներից հետո վաստակել է 26 միավոր եւ 8-րդ տեղում է։ Տուրի վերջին հանդիպումը կայացավ Գյումրիի քաղաքային ստադիոնում, Շիրակը ուժերը չափեց Արարատի հետ
եւ այստեղ էլ բոլոր գոլերը խփվեցին երկրորդ խաղակեսում 85-րդ րոպեին Բրունո Միշելը շատ գեղեցիկ հարվածով աչքին կապ դարպասի գրավմամբ 6-րդ գոլը խփեց ընթացիկ մրցաշրջանում երկրորդ խաղում անընդմեջ դարձավ գոլի եղինակ այս ֆուտբոլիստը, բայց ընդամենը 1 րոպե անց Ռուդիկ Մկրտչյանը կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը, Ուրարտուն չկարողացավ պահել առավելությունը եւ հաղթանակի հասնել Ուրարտուն դա պայքարում է լինել լավագույն երրյակում 52 միավոր ունի այս ոչ ոքի արդյունքից հետո երրորդ տեղում է Շիրակը 29 միավորով 6-րդն է հատեցնում ենք նաեւ Ռուդիկ Մկրտչյանի խփած գոլը շատ գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը այսքանը տեսության ընթացքին ձեզ օգնեց հետևել Էդմոն Մարտիրոսյանը հաջողություն